Մի քանի քայլ և կունենաք ռեստորանային համ ունեցող այսպիսի շքեղ իշխանի ձկնկիթ: Համը բառերով չեմ կարող բացատրել, մնացեք մինչև վերջ ամբողջ գաղտնիքը տեսնելու համար: Նախ պատրաստում ենք աղաջուրը, որի համար անհրաժեշտ է 500 մլ ջուրը եռացնել, ավելացնել 60 գ աղ, անջատել և թողնել սառչի: Այնուհետև թասի մեջ լցնել տաք ջուր, որի ջերմաստիճանը պետք է լինի 40-ից 50 աստիճան, ոչ ավել, որի մեջ լցնում ենք մեր ձկնկիթը, ինձ մոտ ձկնկիթը կշռում է 80 գրամ, և չափաբաժինը, որով պատրաստում եմ, 80 գրամ ձկնկիթի համար է: Ձկնկիթը սովորաբար լինում է թաղանթի մեջ, այն պետք է նրբորեն մաքրել թաղանթից, որ հատիկները չվնասվեն: Հարկավոր է մատների կամ հարմար ցանցի միջոցով մաքրել թաղանթից: Ամենաբարդ գործընթացը թաղանթից մաքրելն է, քանի որ անզգույշ լինելու դեպքում հատիկները պայթում են: Խոշոր թաղանթը հեռացնելուց հետո քամում ենք և կրկին մաքրում, այս անգամ արդեն սառը ջրով: Եվ կատարում ենք նույն գործողությունը, մինչև ամբողջությամբ մաքրվի թաղանթից: Հարիճի և ձեռքերի օգնությամբ հեռացնում ենք այսպիսի մանր թաղանթները նույնպես: Կրկին քամում ենք և նորից լվանում ենք սառը ջրով: Տաք ջրով լվանում ենք միայն առաջին անգամ, հաջորդ անգամները լվանում ենք միայն պարտադիր սառը ջրով: Մաքրում ենք այնքան, մինչև տեսնենք, որ միայն մաքուր հատիկներն են մնացել և թաղանթի ոչ մի կտոր չկա: Քամում ենք և թասի մեջ լցնում ենք նախօրոք եռացրած և սառեցրած աղաջուրը, որին ավելացնում ենք թեյ գդալի 1/2 մասով շաքարավազ, խառնում ենք և այս աղաջրի մեջ լցնում արդեն քամած ձկնկիթը: Այս աղաջրի մեջ պետք է ձկնկիթը պահել 7 րոպե, ոչ ավել: Ցանկալի է, որ աղը յոդացված չլինի: 7 րոպե անց քամում ենք մաղով, այնուհետև թռում ենք խոհանոցային անձեռնոցիկի վրա, թողնելով 10-ից 15 րոպե, որպեսզի ջուրը ամբողջությամբ դուրս գա: Տեսեք, թե որքան գեղեցիկ գույն է ստացել և ինչ գեղեցիկ տեսք ունի: 15 րոպե անց հավաքում ենք և լցնում ապակե տարայի մեջ: Որպեսզի փայլի և հատիկները իրար չկպնի, մի փոքր բուսայուղ ենք ցանում վրան, մոտավորապես թեյ գդալի 1/2 մասով: Խառնում ենք, կափարիչով փակում և դնում սառնարանը, 3 ժամ հետո արդեն կարելի է ուտել: Իսկ եթե ձեզ դուր եկավ իմ պատրաստման տարբերակը, պահպանեք տեսանյութը և գրեք մեկնաբանություն, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք: